Ողջույն սիրելիներ, ուրախ եմ կրկին ձեզ հետ լինել։ Անցած դասում տեսանք, թե ինչպես Հիսուսը ընդմիշտ վերացրեց մեղքը, ոչ թե ծածկեց, այլ բոլորովին հեռացրեց։ Այսօր շարունակում ենք Ղևտացիների 6-րդ և 7-րդ գլուխներով, որտեղ Հիսուսը բացահայտվում է որպես անշեջ կրակ և կատարյալ զոհ։ Ղևտացիների 6-ում Աստված քահանաներին հատուկ հրահանգ է տալիս զոհասեղանի կրակի մասին։ Կրակը զոհասեղանի վրա պետք է միշտ վառ լիներ։ Ղևտացիների 6:13-ը։ Ամեն առավոտ քահանան պետք է նոր փայտ դներ։ Կրակը երբեք չպետք է մարեր։ Սա պատահական մանրամասն չէ։ Սա Հիսուս Քրիստոսի հավիտենական բնության պատկերն է։ Հիսուսի զոհաբերությունը երբեք չի մարում, նրա այրան ուժը երբեք չի թուլանում, նրա բարեխոսությունը երբեք չի դադարում։ Նա կարող է փրկել նրանց, ովքեր նրա միջոցով գալիս են Աստծո մոտ, որովհետև հավիտյան ապրում է բարեխոսելու համար։ Ասում է Պողոս առաքյալը Եբրայեցիների նամակում 7:25-ում։ Նաև 6-րդ գլխում Աստված հիշեցնում է բոլոր 5 զոհաբերությունների կանոնները՝ ողջակեզ, հացին ծաղ, մեղքին ծաղ, յուրացման զոհ, խաղաղության զոհ և ուշադրություն դարձրու բոլորը Հիսուսի կողմից մեկ խաչով կատարվեցին։ Մեկ խաչ և բոլոր պահանջները բավարարված։ Ով մեղքը չգիտեր ինչ է, մեր փոխարեն մեղք արվեց, որպեսզի մենք նրա մեջ Աստծո արդարությունը դառնանք։ 2 Կորինթացիների 5:21-ում է ասում։ 7-րդ գլուխը Ղևտացիների Աստված ամփոփում է բոլոր զոհաբերությունների կանոնները և ավելացնում է մի շատ կարևոր հրաման՝ այրուն մի կերեք։ Ինչու՞, որովհետև մարմնի կյանքը այրան մեջ է։ 17:11-ն է ասում։ Այրունն սուրբ է, այն կյանքի խորհրդանիշն է։ Ոչ ոք չի կարող այրուն ուտել, որովհետև այրունը Աստծուն է պատկանում։ Եվ հենց այստեղ Հիսուսի խոսքերն ամբողջովին նոր լույսով են փայլում։ Եթե չուտեք մարդու որդու մարմինը և չխմեք նրա այրունը, կյանք չեք ունենա ձեր մեջ, ասում է Հովհաննես 6:53-ում Տեր Հիսուսը։ Ինչպես կարելի է Ղևտացիները ասում են այրուն մի կեր, իսկ Հիսուսն ասում է խմիր իմ այրունը։ Պատասխանը հետևյալն է, ահա սա է։ Ղևտացիները կենդանու այրան մասին էին ասում։ Հիսուսը ասում է կյանքի այրան մասին, ով ոչ թե մահ է բերում, այլ հավիտենական կյանք։ Ղևտացիների բոլոր այրունները ստվեր էին, Հիսուսի այրունը ճշմարտությունն է։ Սիրելիներ, ինչպես մենք կարող ենք կիրառել մեր կյանքում, Ղևտացիների 6-ի կրակը երբեք չի մարում։ Հիսուսի սերն ու բարեխոսությունն էլ երբեք չի մարում իմ ու քո կյանքում։ Անկախ թե ինչ ես արել, անկախ թե ինչքան ես ընկել, նրա խաչի կրակը դեռ վառ է քեզ համար։ Եկ ուղղակի նրան մոտ արի այսօր։ Եվ եկեք աղոթենք։ Հայր Աստված, շնորհակալ ենք, որ Հիսուսի զոհաբերության կրակը երբեք չի մարում։ Շնորհակալ ենք, որ նրա այրունը ոչ թե մահ, այլ կյանք է բերում։ Տեր, թող Հիսուսի անշեջ սիրո կրակը վառի մեր սրտում ամեն օր։ Ամեն։ Թանկագիններ, եթե այս ուսուցումը ձեզ օրհնություն է, կարող եք կիսվել ձեր ընկերների հետ եւ մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչպես եք տեսնում Հիսուսին։ Աստված օրհնի ձեզ, Աստծո կամքով կհանդիպենք վաղը։ Աստված թող օրհնի նաև քո ընտանիքը։